Բարի ուշ երեկո սիրելի քաղաքացիներ։ Քանի դեռ սպասում եմ առողջության ապահովագրության հետ կապված այսօրվա վերջին փաստաթղթերի ստորագրմանը, ելույթներին, հակիրճ ներկայացնեմ ամենահաճախ տրվող հարցերից մեկի պատասխանը, ինչպես է անձը ստանալու բուժօգնություն առողջության ապահովագրության շրջանակներում, այսինքն բուժօգնություն ստանալու ճանապարհը։ Առաջինը դիտարկենք շտապ եւ անհետաձգելի դեպքերը։ Այս պարագայում անձը դիմում է կամ շտապօգնության ծառայություն, կամ լինում են դեպքեր նաև ինքնուրույն հասնում է բժշկական կենտրոն։ Այս դեպքերում բժշկական կենտրոնում նրան կտրիաժավորեն։ Ինչ է սա նշանակում։ Գնահատելով վիճակը եւ դրանից ելնելով ցուցումները, անձը կամ կհոսպիտալացվի, կամ էմերջենսի ծառայությունում կստանա համապատասխան հետազոտություններ, ծառայություններ, այս ծառայությունը 24 ժամվա ընթացքում է տրամադրվում, կամ եթե նրան հոսպիտալացման ցուցում չի տրվի, ապա անձը կուղղորդվի առաջնային օղակ։ Հաջորդը կանխարգելիչ այց կամ սկրինինգներ։ Անձը տարեկան իր կանխարգելիչ այցի եւ սկրինինգների համար պետք է հերթագրվի Արմենտ համակարգում, պլանավորի իր այցը եւ հերթագրման արդյունքում կախված թե ինչ սկրինինգային հետազոտություն է անցնելու կամ կուղղորդվի ուղիղ բժշկական կենտրոն, այս դեպքը բնորոշ է մամոգրաֆիկ ծառայություններին կամ պոլիկլինիկա ամբուլատորիա։ Այս դեպքերը պլանավորվող եւ նախորդ հերթագրման ենթակա դեպքերն են։ Հաջորդը, երբ որ մարդը ունի գանգատներ, քրոնիկ հիվանդություն, պլանային բուժօգնության կարիք, այս դեպքում է, որ անձը անպայման պիտի դիմի պոլիկլինիկա կամ ամբուլատորիա իր թերապևտին, ընտանեկան բժշկին կամ երեխաների դեպքում մանկաբույժին։ Այս դեպքում առաջնային օղակում նրան կտրամադրվի համապատասխան խորհրդատվությունը, հետազոտությունների ուղեգրում կիրականացվի, անհրաժեշտ բուժօգնություն կտրամադրվի, եթե դա ցուցված է տրամադրել առաջնային օղակում, կամ հիվանդանոցային բուժօգնության համար կուղեգրվի արդեն հաջորդ էտապ։ Ուղեգիրը լինելու է բաց, այսինքն ձեր թերապևտի ընտանեկան բժշկի կողմից դուրս գրված ուղեգրով դուք կարող եք արդեն մոտենալ ձեզ համար հարմար եւ ցանկալի բժշկական կենտրոն եւ այնտեղ ստանալ ձեր միջամտությունը, հետազոտությունը, վիրահատությունը։ Սիրելի քաղաքացիներ, այս ճանապարհը ոչ միայն ծախսարդյունավետ առողջապահական համակարգի մասին է, այլ նաեւ գրագետ ուղի է անհրաժեշտ բուժօգնությունը ստանալու։ Մենք բոլորս պատկերացնում ենք, որ շատ չբավարարված կարիք կա առողջապահական մեր երկրում։ Դրա համար նաև հայցում եմ ձեր աջակցությունը եւ ձեր ընկալումը, որ պլանային դեպքերը, սիրելի քաղաքացիներ, առողջության ապահովագրության շրջանակներում էլ լինելու է հերթագրման ենթակա։ Կարող է լինել, որ հերթի ժամանակը տևի 1-2 շաբաթ, բայց հնարավոր է, որ տևի մի քանի ամիս։ Սա վերաբերում է պլանային դեպքերին, բայց նորից պիտի կրկնենք, որ շտապ եւ անհետաձգելի դեպքերը սպասարկվում են անհապաղ։ Առողջ եղեք եւ մեզ բոլորիս հաջողություն այս ընթացքում։